Եթե ձեռքի տակ ունեք ընդամենը մեկ լավաշ և մի քանի հատ ձու, առաջարկում եմ միասին պատրաստենք թարխունով, անչափ համեղ, վիտամիններով և գույներով հարուստ գարնանային նախաճաշ։ Սա հրաշալի տարբերակ է օրը լավ սկսելու համար, իսկ ինչ է պետք, ընդամենը մի քանի բաղադրիչ և մոտ 10 րոպե։ Թարխունի փոխարեն կարելի է վերցնել խառը կանաչիներ, կանաչ սոխ կամ սպանաղ, բոլոր տարբերակներն էլ գերազանց են։ Հաշված րոպեների ընթացքում ստացվում է վիտամինաշատ օգտակար նախաճաշ, որը երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը։ Այս բաղադրատոմսը նախատեսված է 3-ից 4 հոգու համար, էլ ինչ գարուն առանց թարխունով նախաճաշ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է 1 մեծ լավաշ, 4-ից 5 խոշոր ձու, 2 կապ թարխուն, մեկական լոլիկ և բուլղարական պղպեղ, կարագ, աղ և սև պղպեղ։ Կոտրում ենք ձուն, համեմում ենք աղով և սև պղպեղով էսճաշակի։ Այստեղ երևակայությունը անսահման է, կարող եք օգտագործել ձեր նախընտրած համեմունքները կամ ձվի վրա ավելացնել քերացալվող պանիր, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Մի լավ խառնելուց հետո մանր կտրատում ենք 2 կապ թարխուն։ Եթե թարխունի ցողունները չոր են, ավելացրեք միայն տերևները, ինձ մոտ մատղաշը օգտագործում եմ ամբողջը։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք 1000-ին հասնող շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Հեռացնում ենք պղպեղի սերմնատուփը և լոլիկի հետ միասին բաժանում ենք մանր խորանարդների։ Իմ ալիքում կարող եք գտնել լավաշով պատրաստվող նախաճաշի մի շարք համեղ բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Հաշվի առնելով, թե ինչ օգտակար բաղադրիչներ ենք օգտագործում, ստացվում է շատ առողջարար նախաճաշ։ Թարխունով այս տարբերակը ինձ համար ամենահամեղն է, դուք էլ փորձեք և կհամոզվեք։ Մանրացրած բաղադրիչները կլցնենք հարացավկիչների վրա, մի փոքր աղ կավելացնենք և մի լավ կխառնենք։ Լավաշը 2 տակ ծալում ենք և տապակի կափարիչի օգնությամբ շրջանաձև կտրում ենք։ Տապակի մեջ մի քանի կտոր կարագ ենք դնում, փռում ենք լավաշը և ավելացնում ենք միջուկը։ Որպեսզի ձվածեղը չոր չլինի, ձվի վրա կավելացնենք մի քանի կտոր կարագ։ Ծածկում ենք կափարիչով, դնում ենք ցածր կրակի վրա, սպասում ենք 8-ից 10 րոպե։ Արդյունքում ստանում ենք խրխրթան լավաշով, գույներով և վիտամիններով հարուստ թարխունով նախաճաշ, որից հրաժարվելը գրեթե անհնար է։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ հայկական համ ու հոտ ունեցող նախաճաշի նման համեղ բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։